Քաղաքացիներին ուխտերթի հրավիրելուց առաջ Հայաստանի վարչապետը իր կեցավայրում հանդիպել էր իր հակաեկեղեցական արշավին միացած 10 եպիսկոպոսներին ու միասին մի հայտարարություն էին ստորագրել Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Տեքստում Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած կետերն են, ըստ որոնց վեհափարի հեռացումից հետո կընտրվի եկեղեցու նոր կանոնադրություն, ապա նոր կաթողիկոս։ Հայտարարություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման անվանումը ստացած հայտարարության մեջ նրանք Գարեգին II-ին անվանել են մեջբերում եկեղեցու փաստացի պետ։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ճանապարհին կարևոր իրադարձություններ են վաղը Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունենալիք ջրագալույցի պատարագը եւ Սուրբ Ծննդյան պատարագը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու։ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի 7 ամիսների ընթացքում Գարեգին II հեռանալու ոչ մի ակնարկ չի արել։ Տարեմուտի իր ուղերձում վեհափարը կոչ էր արել դադարեցնել մեջբերում եղբայրադավության քայլերը։